Պիտի նշեմ, որ այստեղ ուրեմն որոշակի փոփոխություններ են իրականացվել գործատուների կողմից հաշվարկման եւ հաշվետվությունների ներկայացման մասով, պիտի ասեմ, որ մեզ համար 2026 թիմը անցումային տարի է եւ մեր բոլոր այս ուրեմն տարվա ընթացքում նաեւ մեկնարկին համահունչ բոլոր առանձնահատկությունները ուրեմն օրենքով չկարգավորված եւ այս պահին իհայտ եկած խնդիրների մասով մենք ժամկետներ ենք դրել հենց օրենքի մեջ, որ մինչեւ 6 ամիս ժամկետում մենք պետք է առաջարկներով հանդես գանք մեր առաջնակի մոնիտորինգի արդյունքում օրենսդրական փաթեթի մեջ որոշակի փոփոխություններ իրականացնելու։ Ես այստեղ էլ ուզում եմ ասել, որ քանի որ սա նոր համակարգ է, միանշանակ առաջանալու են հարցեր, խնդիրներ, հավելյալ կարգավորման անհրաժեշտություններ եւ իրավակիրառ պրակտիկան մեզ թելադրելու է որոշակի օրենսդրական փոփոխություններ, այս մասով էլ ուզում եմ նաեւ հանրությունը տեղյակ լինի եւ ակնկալի, որ առաջիկա ամիսներին եւս մենք ակտիվ բաց քննարկումների մեջ կլինենք եւ հավաքագրելով բոլոր առաջարկները, խնդիրները եւ լուծման տարբերակները հանդես կգանք որոշակի ուղիղ փոփոխությունների փաթեթով։ Ուրեմն առաջին ըստ էության ամենակարևոր հանգամանքներից եմ ուզում նշել, որ օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետի մասով մենք ունենք փոփոխություն, որ այն կմտնի ուժի մեջ ստորագրման հաջորդ օրվանից եւ առաջին հաշվարկային ամիսը ապահովագրավճար վճարողների համար կդիտարկվի նոյեմբեր ամիսը։ Ինչու ենք վերցրել նոյեմբերը, որովհետեւ ըստ էության դեկտեմբերը աշխատավարձերի եւ պարգևավճարների հավելյալ ուրեմն հաշվարկների առումով շեղող ամիս է եւ դրա համար դիտարկել ենք նոյեմբեր ամիսը, այսինքն օրենքը ուժի մեջ կմտնի դեկտեմբերին ստորագրման հաջորդ օրվանից, որպես հաշվարկային աշխատավարձի բազա կդիտարկվի նոյեմբեր ամիսը, վճարման առաջին ամիսը կլինի հունվար ամիսը, հունվարի մինչեւ 20-ը, բայց մինչեւ հունվարի 20-ը հաշվարկը կիրականացվի դեկտեմբեր ամսվա հաշվարկի վրա, այսինքն պահումը այդ 300 դրամի կամ մյուս սանդղակների պահումները կիրականացվեն դեկտեմբեր ամսվա աշխատավարձից հունվար ամսվա ընթացքում։ Բայց այստեղ էլ ուզում եմ նշել նաև այս մասով պետությունը եւս կառավարությունը հասկանալով, որ մենք կարծես մեկնարկային տարին ենք, դիտարկել է ոչ թե վճարումից հետո հաջորդ ամսվանից փաթեթի ակտիվացումը, այլ փաթեթները կակտիվանան հենց հունվարի 1-ից, բայց վճարման ամսաթիվը կլինի մինչև հունվարի 20-ը։ Այստեղ էլ մենք որպես ընդառաջ եւ առաջին տարի այս կարգավորումը եւս մտցրել ենք։ Հարգելի գործընկերներ, այնտեղ ես ուզում եմ բարձրաձայնել, որ մենք որոշակի վերանայում ենք իրականացրել ամբուլատոր օղակից, պոլիկլինիկական օղակից պարագաների կարգավորումների հետ, սա էլ կապված է մեր երկրում պարագաների հաշվառման էլեկտրոնային բազաների դեռ անկատարության հետ եւ մենք այս ընթացքում դեռ ուրեմն պոլիկլինիկական օղակից պարագաների, սա վերաբերում է ներարկիչներին, ուրեմն նման ապրանքներին, որոնք որ այս ընթացքում դեռ ապահովագրական ուրեմն փաթեթի եւ օրենքի մեջից ձեռնպահ կլինեն կարգավորելու։ Հաջորդ ուրեմն ինչպես ասեցի տարիների համար մենք անպայման կվերադառնանք այս հարցին եւ հետագայում այս մասը եւս կդիտարկվի որպես ապահովագրման փաթեթի հատված։ Երևի թե այսքանը արդեն պատասխանեմ ձեր հարցերին։ Տիկին Ավանեսյան, շնորհակալություն զեկույցի համար։